Այսինքն աշխարհ Դրա համար խնդրում եմ երկրորդ հարցը մի տվեք, որ ես կարողանամ արագ պատասխանել։ Եվ որովհետև ենթադրում եմ, որ այն հարցը, որ տալիս եք, թեմաները մոտավորապես պարզ են չէ։ Աշխարհաքաղաքականությունից խոսեցիք, ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմներ են գնում, դուք պատերազմ եք հայտարարում մեր հայրենակիցներին հայոց առաքելական եկեղեցու դեմ, երբ եք անցնելու վարչապետի լիազորություններին եւ մեկ փոքրիկ հարցել, արդյոք չեք վախենում, որ պայմանը խախտեցիք։ Ուրեմն նախ հետեւյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթորին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան։ Հույս ունեմ արդեն համոզվել եք։ Խնդրեմ։ Չունեք հարց։ Դուք վստահաբար պնդում եք արդեն մայիսի 31-ից սկսած, որ սրբազանները խախտել են, հա, այդ կուսակրոնության ուխտը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն ԿՊԱ-ականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա։ Հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնագիր։ Ներողություն եմ խնդրում, այդ երկրորդ հարցն եք տալի։ Փաշինյան որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեվորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին ինչպես եք հեռացնելու։ Հնարավոր է, որ իրավապահները նույն կերպ ասենք եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն։ Անհեթեթ եմ համարում։ Գիտեք 2000 դե ժողովուրդ ջան, ախր հիմա հետ գամ միկրոֆոններն են։ Շատ լավ։ Ներողություն, հա, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում եի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես
բերել եմ ապացույցն, չէ, ապացույց։ Ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքն, այս գիրքը տեսեք, հա։ Մայրա Թոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր հայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ 300 այստեղ ահագին բառեր կան իմիջայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա չէ հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք ինչ, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Կարող ենք այս կողմից էլ հարցեր ուղղել։ Արդեն այս կողմից Սկսենք, պարոն վարչապետ։ Պարոն վարչապետ, ինչպես կարձագանքեք նաև Ռուսաստանի արձագանքներին Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի արձագանքներն էլ հաճուշացան, թե Մարիա Զախարովան, թե Վլադիմիր Սոլովյովը, որն իր հաղորդման ընթացքում այսպես բուռն կերպով արտահայտվեց հայ իշխանության հասցեին, Մարիա Զախարովան էլ ասաց տարօրինակ պատրվակով են ձերբակալում Սամվել Կարապետյանին Երևանում։ Ո՞րց է արձագանքում այդ Ռուսաստանի արձագանքներին։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ ես իրենց ասածը մեկնաբանեմ։ Ասում էին նաև, որ քայլեր իրենց ասածները թող մեկնաբանեն այն մարդիկ, ում հետ իրենք ամեն օր առնչվում են։ Իսկ ինչ քայլեր սպասել։ Այս չեղավ, կանոնները։ Տպավորություն է, որ հերթը դուք չունեք հարց։ հունիսի 20-ին Թուրքիա եք այցելելու ինչ օրակարգով եւ ում հրավերով, աշխատանքային այց է պաշտոնական։ Ну, սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք այո, այցը նախատեսված է եւ այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների այս բանին ընդհանրապես ասեմ այն ինչ որ արդեն հայտնի է համեցեք Պարոն Փաշինյան այցի մասին հայտարարություն եւ Եթե նոր բան չասցիք մի հարց էլ ուրեմն ես պիտի տամ Եթե նոր բան չասցիք ուրեմն մի Պարոն Փաշինյան որովհետեւ ժամանակի Պարոն Փաշինյան Իրան-Իսրայել այս հակամարտության ֆոնին ես մի փոքր ուշ միացանարով անդրադարձել եք Ուզում եմ իմանալ հայաստանի որ շատ փորձագետներ այսպես նշում են հա որ հենց կոնկրետ հյուղությամբ մեծ վտանգ այս ֆոնին այս իրավիճակում Հայաստանի Հանրապետություն իշխանությունը անվտանգության խորհրդի նիստ արդյոք ինչու չի հրավիրում եւ վտանգները գնահատվել են թե ոչ Սյունիքի Նախ ես ձեզ ասեմ որ անվտանգության խորհրդի նիստ բարբերաբար է հրավիրվում ասենք օրինակ վերջին 1 շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6 բայց հաղորդագրություններ չեն լինում բայց այդ նիստերը նրա համար չեն որ Սյունիքի հետ կապված վտանգ կա ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ,
եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դա ձեր թե։ Պարոն Փաշինյան, տպավորություն է, որ դուք այս երկրի դատավորն եք փորձում լինել, ԱԱԾ պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները։ Սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով։ Դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում։ Ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո։ 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն։ Խնդրում եմ, որպես երկրի պատասխանատու պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք։ Ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի։ Խնդրեմ։ Իսկ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ, հեսա կհարցնեն։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի դարձել են տեղեկություններ այն մասին, որ Ինչն է խնդիրը, ոնց սխալ են կամ Աննա ջան, հետ արի։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի են եղել տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ, եւ եթե հա, մանրամասները ձեզ հայտնի են, թե ոչ, եւ չէ, երկրորդ հարցը չի, ենթահարց է։ Դուք երբ եք քրիստոնեությունը ընդունել, ինչու է այս հարցը առաջանում, որովհետեւ դուք շուրջ 1 ամիս առաջ է, որ սկսել եք այս եկեղեցին մաքրելու գործընթացը, եւ եթե քրիստոնյան տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, պետք է լրագրող է, падգամավոր է, վարչապետ է, պետք է շտապ քայլեր ձեռնարկի, բայց որ դուք ես վերջում եք սկսել այս գործընթացը, հարցեր են առաջանում, ինչու այս փուլում։ Գիտեք, ես նաև Մինսկից ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումները, իմ կարծիքները, դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց իմ լրագրող եղած տարիներին եւ եթե ձեզ հետաքրքիր լինի կտեսնեք որ այդ թեմայով տասնյակ հոդվածներ եմ գրել, անդրադարձել եմ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ, ինչքան էլ դա ես հասկանում եմ որ մի մասին միամիտ կթվա, իսկ մյուս մասին կթվա ոչ իրական Ես երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետև ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ես հիմա հասկանում եմ իհարկե, որ սա մի քիչ տարօրինակ է հնչում այդ առումով, բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։ Ես վարչապետի ինչ լծակ եմ օգտագործել, այդ ներողություն, այդ էջը ես բացել եմ 2011 թվականին։ Բայց ինչ կապ ունի, մինչև 18 ձեզ հետևում են որպես վարչապետի, ոչ որպես լսեք, դա իմ անձնական էջն է եւ ես իմ կարծիքները կիսում եմ, այդ թվում որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ։ Ինչ խնդիր կա։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, դուք ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ էության հնչող ազդակները եւ տեղի ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Վառապացույցն այն կրակոցները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք էր գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը եղել է Հայաստանի առաջարկը եւ Ադրբեջանը մինչեւ հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին
եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Իսկ գերիների մասով Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարոն վարչապետ ձեզ ամստահություն հայտնելու գործընթացը փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերմունք այս գործընթացին։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Ընդդիմությունը իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ Կարծում եք պատճառներ չկան։ Սավեր Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև ես շատ թեմատիկներ ակնարկում էի, որ սա Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաև համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության Դուք իմ հարցին չպատասխանեցիք արտահայտների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանա ֆորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն, սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը, ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան
մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ։ Ընտրեք պետության փողերով ստեղծել են նորաձևը շարժումը ֆինանսավորել աշկոսան։ Մենք պայմանա, եթե այդ հարցը կարևորում էիք, ախր տայիք ընթացքում։ Այդ ազնիվ ներողություն եմ, չէ, ներողություն, բայց վերև մենք պայմանավորվեցինք, որ մի հարց եք, չէ՞ տալիս։ Դա ազնիվ չի։ Եթե ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ես ուղղակի ուզեցի այդ դիտարկումը անել։ Ուրեմն իմ գործունեության ցանկացած ձև, հա, այսօր որ ես եկել եմ ազգային ժողով, հետո որ գնամ հետ ազգային ժողովից, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, վարչապետի գործունեության շրջանակում։ Այն ինչ որ ես անում եմ կրծվել է նորաձև շարժման շրջանակներում, դա համարում եմ իմ որպես վարչապետ գործունեության չափազանց կարևոր մաս։ Հակառակ դեպքում ես շաբաթ կիրակիները եւ նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի։ Ես կա որ մի րոպե, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ խոսակցություն է, մեր ժողովրդի հետ խոսակցություն է։ Դա փակ, խորհրդապահական, այսինքն դա գաղտնիք չկա, բայց հանգիստ դահլիճային պայմաններում։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ընդ որում չի լինում, հեռախոսները հավաքում են։ Դա այդ գումարները վարչապետի գործունեության առողակարգային եւ այդ ծախսերի մեջ է, որը միշտ գաղտնի է եղել եւ այդպեսին է։ Այսինքն դա ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանդիպումներին, որտեղ ես չեմ մասնակցում, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, դա պետական բյուջե չի ֆինանսավորվում։ Այսինքն եթե դուք մասնակցում եք դահլիճի վարձի մի մասը վարչապետի աշխատակազմն է դա։ Ես մանրամասները չեմ կարող ասել, բայց այնտեղ որտեղ ես եմ մասնակցում, այո։ Շնորհակալ։